Ներքին գործերի նախարարությունը թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների հետ միասին ձեռնարկված օպերատիվ միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում թմրանյութերի հետ կապված հանցագործությունների մեղադրանքով ձերբակալել են Ռուսաստանի Դաշնության 2 քաղաքացու։ Առանձնապես խոշոր չափի թմրանյութերի ապօրինի ձեռքբերման եւ պահպանման, ինչպես նաեւ առանձնապես խոշոր չափի թմրամիջոց պարունակող բույսերի ապօրինի տնկման եւ մշակման մեղադրանքով ձերբակալվել են հետեւյալ անձիկ. 1999 թվականին ծնված ՎՄ-ն եւ 1997 թվականին ծնված ԱԿ-ն։ Հանցագործությունը նախատեսում է մինչև 20 տարի ազատազրկում կամ ցմահ ազատազրկում։ Թմրանյութերի մեղադրանքով ձերբակալվածների անձնական եւ բնակելի տների խուզարկության ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցներն առգրավել են հատկապես մեծ քանակությամբ տարբեր տեսակի թմրանյութեր, այդ թվում ավելի քան 7 լիտր հեղուկ կոկաին եւ 40 գրամ կոկաինի բյուրեղներ։ Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները Թբիլիսիի ժամանակավոր բնակարանում լաբորատորիա են կազմակերպել, որտեղ հեղուկ կոկաինի միջոցով պատրաստել են թմրանյութ։